Եվ այսպես ուշադրություն ռուսներ եւ Ալիևի միջև հարաբերությունները լարվեցին։ Նախ Ալիևը հրաժարվեց գնալ Մոսկվա, չմասնակցեց մայիսի 9-ի տոնակատարությանը, Պուտինը անձամբ էր իհարկե հրավիրել, Փաշինյանը գնաց, Ալիևը չգնաց։ Հետո ասում են, թե հայերը ռուսների դեմ են գործում, հայերը ռուսների դեմ չեն գործում, այդ ռուսներն են Ալիևի կողմից ապտակ ստանում, իրենց նյարդային նոպաները թափում հայ ժողովրդի վրա։ Եթե Հայաստանը ռուսների դեմ բան ունենար, նախ չէր գնա Մոսկվա Փաշինյանը, հետո էլ Լավրովին Հայաստանում չէին դիմավորի, Ալիևը թքած ունի ձեր վրա, այդքան աջակցեցիք Ալիևին, հայ ժողովրդին ուրացակ, բռնեցիք թուրքերի եւ ադրբեջանցիների ձեռքը, հիմա Ալիևը չի կատարում ձեր հրահանգները, մի բան էլ հակառակն է անում, աշխատում է ձեր իսկ դեմ, դուք չգիտեք թե ոնց հակադարձեք նրան, որովհետև դուք այնքան եք թուլացել, որ որևէ մի պետության վրա, բացի իհարկե Հայաստանից, ազդեցություն չեք կարող ունենալ։ Հայաստանին էլ տնտեսական ազդեցություն է, որը ողբերգական իհարկե չի կարող երբեք լինել, եթե ուզում եք կարող եք Հայաստանի տնտեսական պատերազմ հայտարարել, մեկը հայ ժողովուրդը արդեն ձեր դիմակը պատռել է, գիտենք թե ով է, բայց մենք իհարկե ձեր դեմ ոչ դուրս ենք գալու, ոչ էլ իհարկե ուզում ենք ձեր դեմ կռվել, որովհետև մենք ըստ էության պետքա նաև հարգենք հայ-ռուսական երկարամյա բարեկամությունը, պետք է հարգենք ռուս ժողովրդին եւ հայ ժողովրդին, որոնք ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, եւ նաեւ մեր անցյալը իհարկե շատ կարեւոր է, բայց դա չի նշանակում, որ ռուսական այսօրվա ղեկավարության ամեն մի մեղադրանք պետքա խելոք կուլ տալ։ Զախարովային հարցնում են Ալիևի գործողությունների մասին, որ նախ չեկավ Պուտինի հրավերով մայիսի 9-ին Մոսկվա, հետո նաեւ ռուսական պետական լրատվության, պետական կառույցների դեմ Ադրբեջանի իշխանության կողմից այդ գործողությունները, որոնք կիրառվում են Բաքվում եւ Բաքվից դուրս։ Ասպա ոչինչ, մենք մեր գործընկերների հետ աշխատում ենք, Ալիևի հետ աշխատում ենք եւ մենք խնդիր չունենք, Ադրբեջանը մեր գործընկերն է։ Հարց եմ տալիս Հայաստանի մասին, ասելով, որ Հայաստանը գնում է դեպի արևմուտք, Հայաստան եւ Ռուսաստանի հարաբերությունները շատ լարված են, այդտեղ արդեն կարող եք շներին կապել եւ բաց թողնել Զախարովային։ Մի խայտառակ հիստերիկ պահվածք հայ ժողովրդի նկատմամբ ուղղված մեղադրանքներ, մեզ ինչ ասես ասում են ռուսական եթերներում պետական ապարատի ներկայացուցիչները, ինչը որ անընդունելի է, հայ ժողովրդի պատիվը թույլ չի տալիս իհարկե չպատասխանել սրանց, եւ որ մի անգամ Ալեն Սիմոնյանը պատասխանում է, ասում են Ալեն Սիմոնյանը ուզում է, որ մենք ռուսների հետ վատ լինենք։ Ոչ մեկ դա չի ուզում, դա ուզում են ռուսները տեսնում են, որ իրանք հայերին դավաճանեցին, օգնեցին Ադրբեջանի, որ Ադրբեջանը տիրանը Արցախին, բայց այսօր Ադրբեջանը թքած ունի իրենց բոլոր պայմանավորվածությունների վրա, որոնք եղել են նախապես։ Ադրբեջանը ոչ միայն դա չի կատարում, այլ նաև ձևավորել է հակառուսական շրջանակ, փորձում է տեղավորվել Իսրայելի եւ Միացյալ Նահանգների թևի տակ եւ ստանում է Իսրայելի եւ Ամերիկայի աջակցությունը Ադրբեջանը։ Հայաստանը ոչ Ամերիկայի աջակցությունն է ստանում, ոչ էլ Եվրոպայի հետ մենք եղբայրական հարաբերություններ ունենք, բայց այնպես չի, որ Եվրոպան եկել է զորքը բերել է կամ տնտեսական մեծ աջակցություն կտա միայն նրա համար, որ մենք ռուսներից կտրվենք, իհարկե դա այդպես չի։ Ալիևի խաղերը Իսրայելի հետ նաև հարված են թուրքական պետությանը։ Շտապ անդրադարձ Ադրբեջանին եւ Միացյալ Նահանգներին մամուլում տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ ադրբեջանական ավիաընկերություններից մեկը, որը Ադրբեջանի համար զենքեր է փոխադրում, ստացել է ներդրումներ Միացյալ Նահանգների կողմից։ Իհարկե սա շատ ցավալի տեղեկատվություն է, եթե համապատասխանում է իրականությանը, իսկ Ամերիկան ներդրում է արել միտեղ, որտեղ որ ադրբեջանցիները շահույթ ունեն ռազմական առումով։ Եվ նաև պետք է ասենք, որ Starlink-ը, որը Հայաստանում հասանելի է արդեն, արբանյակային ինտերնետի մասն է խոսքը, երկրորդ օրը հասանելի դարձավ նաև Ադրբեջանում։ Այսինքն Միացյալ Նահանգները տարբերություն չի դնում հայերի եւ ադրբեջանցիների միջև, դա նորմալ երևույթ է եւ պարտադիր չի, որ իրանք լինեն մեր գործընկերը եւ Ադրբեջանի թշնամին։
ինչի պետք է Ադրբեջանի թշնամի լինի Ամերիկան։ Եկեք մի հատ ուրիշ տեսանկյունից նայենք, երբ որ մենք չենք դիտարկի, որ մենք հայ ենք ու մեզ ձեռնտու է, որ Ամերիկան ու բոլոր պետությունները լինեն Ադրբեջանի թշնամին։ Հայաստանը գտնվում է հապկում, Ադրբեջանը չի գտնվում հապկում։ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, Հայաստանը լավ հարաբերություններ չունի Իսրայելի հետ, եւ նաեւ Հայաստանը իհարկե բնական է եւ բարձր է գնահատում Իրանի հետ իր հարաբերությունները, որը Ամերիկան այդքան էլ չի գնահատում եւ առհասարակ Ամերիկային ձեռնտու է, որ աշխարհի բոլոր պետությունները լինեն Չինաստանի եւ Իրանի դեմ։ Եվ հետեւաբար Թրամփի աշկին հաճոյանալու համար Ալիևը ավելի մեծ հնարավորություններ ու շանսեր ունի իր ստորություններով, քան Հայաստանի Հանրապետությունը, որ ինքը չի կարա Իրանի դեմ երբևիցե կամ խոսա կամ դուրս գա, դա մեր ազգային անվտանգության հարցն է։ Հայաստանը ցավոք սրտի մինչև հիմա տարբեր երկրների կողմից ընկալվում է որպես ռուսամետ երկիր, ռուսի պետություն, ցավոք սրտի այնքան էին հայ ժողովրդին տարել այդ ճանապարհով, որ հիմա նույնիսկ եթե վերադարձել ենք այդ ճանապարհից, միևնույն է փոփոխությունները տեսանելի չեն։ Իսկ Ադրբեջանին այդքան էլ չեն ընկալում որպես ռուսի պետություն, այլ ընկալում են որպես Թուրքի պետություն։ Թուրքիայի հովանու ներքո գտնվող երկիր։ Բայց մենք այստեղ ուրիշ բան ենք ուզում ասել, որ այո, Ադրբեջանը մտել է խաղի մեջ եւ այդ խաղում ինքը պարտություն է կրելու։ Երբ որ եղավ Իրանի դեմ հարձակումը, որը ամեն օր Թրամփը սպառնում է, որ կխփի Իրանին, Իրանը հարված հասցնելու է բոլոր այն հարևան պետություններին, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ կամ կաջակցեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Սա պաշտոնապես է Իրանը հայտարարել։ Հետևաբար Ադրբեջանի ղեկավարությունը պաշտոնապես դառնում է Ամերիկայի դաշնակիցը, երբ որ այսօր սկսել են համագործակցել տարբեր ոլորտներում, Ամերիկան ներդրումներ է կատարում եւ այլն եւ այլն։ Ամերիկան Ալիևից պահանջելու է Իրանի դեմ հարձակում։ Ալիևը հարձակվեց Իրանի դեմ կոչնչացվի, չհարձակվեց Իրանի դեմ կոչնչացվի։ Այսինքն ինքը որևէ երկրորդ տարբերակ սկսում է չունենալ։ Իսկ մենք Միացյալ Նահանգներին էլ բոլոր երկրներին էլ զգուշացրել ենք, որ մենք Իրանի դեմ որևէ քայլի չենք կարող գնալ։ Դա մեզ համար կարմիր գիծ է եւ երբևիցե մենք այդ կարմիր գիծը չենք հատելու, ինչ ուզում է լինի։ Եվ դրա համար Ամերիկան գիտի, որ այստեղ ներդրումներ չի անում, այլ Բաքվում է ներդրումներ անում, որովհետեւ նախ Բաքուն Իսրայելի դաշնակիցն է, հետո Թուրքիայի դաշնակիցն է, եւ իրանք որպես համընդհանուր դաշնակիցներ միգուցե ավելի հեշտ լեզու գտնեն, քան Հայաստանի հետ։ Եվ հիշեցնենք, որ ժամանակին էլ տարածվում էին այսպիսի տեղեկատվություններ, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներում